Ազգային ժողովի падգամավորի համար անհասկանալի է, ինչ ուղղությամբ են ընթանում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները։ Հատկապես մեր կողմից անդադ լսում ենք, որ պետք է լինի փոխզիջում։ Այն, ինչ որ մեր կողմից անկալվում է զիջել, դա հասկանալի է, ինչ են ասում։ Իսկ ինչ ենք մենք ստանում, ինչ է զիջում Ադրբեջանը, այդպես էլ պարզ չի։ Հակամարտության կարգավորման առումով Ռոբերտ Քոչարյանի արտահայտած վերջին տեսակետները Ստեփան Մարգարյանը համարում է ընդհանրական, սակայն դրականորեն առանձնացնում է նրա կառավարման տարիներին ստորագրված մադրիդյան աղմկահարույց սկզբունքները։ Մադրիդյանի մասին շատ է խոսվում որպես բացասական, ես կարծում եմ դա ուղղորդված, ավելի մի ուղղորդված ուղղություն կա, որպես որտեղից խոսվում է։ Առաջին անգամ պատմության մեջ Մադրիդյան սկզբունքներում ֆիքսվեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունք ունենալը։ Հասարակությունը քննադատաբար է ընդունում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները։ Պարոն Մարգարյանը դա ուղղորդված քայլեր է համարում։ Հենց ինքը խոսում է, բոլորը դա կապում են, այ կամ վերադառնում է, ինձ հարցնում են նա վերադառնում է թե չէ։ Հիմա հարցազրույց է տվել, վերադառնում է թե չէ, դրա հետ որևէ կապ ունի թե չունի, ես չգիտեմ։ Որևէ մեկին չենք զարմանում հարցազրույց տալուց, հանկարծ զարմանում ենք նրան, դա մի քիչ չգիտեմ, այսպես ես ուղղորդված եւ աբսուրդի հոտ եմ առնում դրանից։ Կա տեսակետ, որ համախմբում կուսակցության միջոցով է Քոչարյանը փորձում նախապատրաստել իր վերադարձը։ Սպասենք տեսնենք, ենթադրությունների բանով խոսել, տեսակետից խոսելը ես ճիշտ չեմ համարում։ Կուսակցությունը ստեղծել է, ղեկավար մարմիններ են տրվել, այնտեղ չկա պարոն Քոչարյանը։ Ստեփան Մարգարյանը չի բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին եղել են սխալներ ու բացթողումներ, սակայն կարծում է, որ այսօրվա բացասականը չպետք է արդարացնել նախկինում արվածի հետ համեմատելով։